Կներկայացնեք խնդիրը, ինչու եք այստեղ, ինչի համար։ Ուրեմն, իմ անունս Արթուր Խաչատրյան։ Ես հանդիսանում եմ նոյեմբերի 8-ի 24 թվականի արտաշատում տեղի ունեցած դժբախտ պատահարի, ասենք ոնց ասեմ, Արտակ Մաթեոսյանի մեծ եղբայրը եւ տուժող իրավաճորթը։ Նոյեմբերի 8-ին 24 թվականին մեր արտաշատում երկու անձ մահացան, մեկը 15 տարեկան Ռուբեն Ռուբենյանը, մյուսը Արտակ Մաթեոսյանը։ Ուղիղ տարուկեսա մենք բարձրաձայնում ենք, խնդրում ենք, որ արդարքնություն, բայց բոլորը միակողմանի եւ թերի քննություն ակնում։ Ես ուզում եմ կարդամ, որպեսզի մի փոքր ավելի բան լինի, էլի կուլտուրական, ոնց ասած, իրավաբանորեն կլինի։ Ուրեմն, քննչական վարույթի ընթացքում ունեցած ներքին գաղտնալիքների արդյունքում հստակ լսվում է, որ դեպքի վայրում արկա են եղել առնվազն 3 հատ զենք, սակայն քրական գործում ներգրաված է միայն մեկը։ Եվ հարցին թե որն է ուր է մնացած երկու զենքերը, քննիչը պատասխանում է, որ չկա փամփուշտ կամ կրակած պարկուճ, չկա զենք։ Սակայն տեսանյութում հնարավոր է նկատել երկրորդ զենքի արկայությունը, ինչը քննությունը պատշաճ կերպով չի ստուգել։ Դեպքի վայրից կրակված պարկուճները հավաքող անձը երբևէ չի ներկայացել քննչական մարմիններին։ Իսկ քննիչը նշել է, որ տեսնում է, ինչ որ մեկը հավաքում է, սակայն չի կարողանում նույնականացնել այդ անձին։ Պատճառաբանը, որ տեսանյութի որակը թույլ չի տալիս։ Եթե քննիչը չի կարողանում նույնականացնել այդ հավաքողին, ինչպես է նույնականացնել մյուս անձանց եւ կազմել մեղադրական եզրակացություն նրանց գործողությունների վերաբերյալ։ Պաշտոնական կողմը փորձել է ռացիոն ցուցմունքներ տալ եւ ներկայացնել գործի համար կարևոր հանգամանքներ, սակայն քննիչը հրաժարվել է ընդունել դրանք պատճառաբանելով, որ քննության փուլը արդեն ավարտված է, ասելով պոեզը գնաց։ Ինչով սահմանափակվել է պաշտպանության իրավունքը եւ չի ապահովել գործի հանգամանքների լիարժեք քննություն։ Վահե Մաթեոսյանը դեպքի առաջին օրից ճանաչվել է տուժող։ Ստացել է տարբեր աշճանի մարմնական վնասվածքներ, այդ թվում հրազենային վնասվածք։ Վիրավորում։ Տեղափոխվել է հիվանդանոց, դրանից հետո տեղափոխվել է տուն, այնուհետև անմիջապես օրեր անց, 2 օր հետո տեղափոխվել է Կանադավան։ Չնայած նրան, որ նա դեռ չէր հարձակվել քննիչի կողմից, նախապես կազմել էր մեղադրանք որոշում եւ միջնորդներ դատարանին, որպես նրա նկատմամբ կայացվի կալանավորման որոշում, հաշվի չառնելով, որ Վահե Մաթեոսյանը ստացած վնասվածքների, սակայն քննիչի կողմից փոխանցված նյութերի հիման վրա հանրային մեղադրողը մինչև օրս դատական նիստի ընթացքում շարունակում է պնդել, որ հակառակը, նշելով, թե Տիգրան Մաթեոսյանը ծեծի է ենթարկել Ռուբենյանին։ Ինչը հակասում է վկայություններին եւ իրականությանը։ Տիգրան Մաթեոսյանին ծեծի ենթարկելու պահին հայրը եւ որդին Ռուբենյաններից բացի դրանց հետ եղել են նաեւ 3 այլ անձիկ, որոնք մինչև օրս չեն հայտնաբերվել եւ չեն ներգրավել քրեական գործում։ Քննիչը նշել է, որ կրակողներից մեկը եղել է 10-ամյա առնակը, իրաց փոքր որդին, որը ենթակա չէ քրեական պատասխանատվության, որին ես չեմ հավատում եւ որը չի համապատասխանում իրականությանը, բայց եթե նույնիսկ դա այդպես է, որտեղ է զենքը երկրորդ, ինչու այն չի հայտնաբերել եւ չի ներգրավել գործի նյութերում։ Տեսանյութում երևում է, որ դեպքի վայրից հանգամանք է, քանի որ նույն օրը անչափահաս երեխան Ռուբեն Ռուբենյանը հարակից գյուղի գերեզմանների տարածքում վիճաբանության մեջ է ընկել եւ կոտրել է 8 մատերը, ռուգատկայով կոտրել է 8 մատերը։ Դեպքի վայրից նշված մեքենաների ինքնությունը վերաբերյալ գործողություն առկա որևէ տեղեկություն չկա։ Տիգրան Մաթեոսյանը եւ Արման Մաթեոսյանը այս պահին գտնվում են անհանդարտության մեջ։ Միայն մահացած երեխայի տատիկի ցուցմունքի հիման վրա, որը չի համապատասխանում իրականությանը։ Քննիչը այն ընդունել է որպես բավարար հիմք, կազմել է մեղադրական եզրակացություն եւ միջնորդել դատարանին կանոնավորման որոշում կայացնել։ Քննիչը հանդիպել է Գրիգոր Ռուբենյանի իրավաբանի հետ Ռուբենյանների տանը, սուրճի սեղանի շուրջ եւ փորձել է թաքցնել այդ հանդիպան փաստը։ Հավելեմ, որ նշված իրավաբանի հետ արդեն նախապես ձեռքբերած պայմանավորությունից հետո միասին գնացել են քննչական բաժին։ Եթե սա օրինական էր, թող քննիչը մեքենան 200 մետր հեռու չկանգնացներ, թող կանգնեցներ դրան մոտը